Ես այսօր մտածում էի ավելի շուտ ինչի մասին պետք է խոսեմ, ինչպես միշտ աղոթում էի ու հետո հասկացա, գիտեք, մի բան նկատեցի, որ երբեմն քրիստոնյաները կորցրել են իրանց իրական նպատակը։ Ինչի համար են իրանք քրիստոնյա, ում պատճառով են քրիստոնյա եւ որն է քրիստոնյայի կանչը։ Գիտեք, ես նկատում եմ այսպիսի մի տենդենց, այսպիսի մի բան, երբ որ մեկը ինչ-որ մի բան անում, ինչ-որ մի բլոգ, ինչ-որ մի բան, ինչ-որ միտեղ Աստծո մասին խոսում է, նկատում եմ, որ ինչ են ասում, սրտիկները, լայքերը շատ քիչ է քրիստոնյաների մոտ, բայց հլա աշխարհիկ մի հատ աղջիկ, մի հատ տղու ասում է, քեզ փեսա պետք չի, ձերոնց փեսա պետք չի, միշտ տղեկն են, չէ, ասում աղջիկերքին, ու այդ աղջիկը ասում է, արդեն 3 միլիոն հավաքելա լայք, ասում է, այդ գյուղի բոլորը ինձ գտել են, գրել են ու ասում են, անպայման արի, մեզ պետք է։ Գիտես, մտածում եմ, ամենատափակ բանը կարա գնահատված լինի այս աշխարհի մարդկանց կողմից, բայց Քրիստոսի խոսքերը, որ մարդիկ խոսում են քրիստոնյաները, կարա չգնահատված լինի քրիստոնյաների կողմից։ Լավ չգնահատվածը հələ դնենք մի կողմ։ Մյուս կողմից դատապարտության ու այդ կրիտիկայի են ենթարկվում այդ քրիստոնյաները, որ փորձում են Աստծո համար ինչ-որ մի բան անեն, հետաքրքիրը գիտեք ում կողմից։ Աշխարհի կողմից չէ, նույն քրիստոնյաների կողմից։ Մտածում եմ, ասում եմ, այս մեր քրիստոնյա ժողովուրդը բան ու գործ չունի, նստած է սոս ցանցերի վրա, փոխանակ նստած լինի Աստվածաշնչի վրա, փոխանակ Աստվածաշնչի հետ, Աստծո հետ փոխհարաբերության մեջ լինի, նստած է քննադատությունների ու մարդկանց վարքաբեկելու վրա։ Կան էլի բլոգերներ, որ նայում եմ, ասում եմ, իրանք էլ ուրիշ քրիստոնյաների նյութեր կարան գցեն ու վարքաբեկեն, որ իրանք սխալ են, որովհետև իրանք սենց, ու մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Մոռացել են ով են իրանք, մոռացել են ինչի համար են կանչված, որն է երկնային տեսիլքի նպատակը իրանց կյանքի մեջ, արդյոք այդ մարդիկ կարան կանգնեն Պողոս առաքյալի պես ասեն, ընթացքս ավարտեցի, հավատքս պահեցի, հիմա սպասում եմ Տիրոջ փառած պսակին։ Արդյոք կարան այդ մարդիկ ասեն, որ իրանք կանչված են ուրիշներին փնովելու, նախատելու, ցածրացնելու, նվաստացնելու, իրանք Աստծո փուշն են, որ ուրիշների աշկը հանեն։ Հետաքրքիր է ինձ, ասենք, երբ որ ինչ-որ մեկը մի բան անում է, միանգամից տեսնում ես հարձակվում են ու սկսում են, բամազերդ ներկած է կամ կտրված է կամ ականջողներիդ նայել ես կամ քեզ ով է թույլ տվել որ դու խոսաս, այդ մարդը իր բլոկի մեջ կարող է հայտնությունը ստացել սրտի խորքից արտահայտվում է իր էջում, ինչ ես դու մտե իր էջը մի հատ էլ այդ մարդուն վարքաբեկում։ Իհարկե կան մարդիկ, որ սխալ բաներ են խոսում, քեզ ով ասում լսես, գնա Աստվածաշունչ կարդա։ Ուղղակի մտածում եմ, երբ դառանք մենք սենց քննադատ, երբ դառանք ուսուցիչ, երբ դառանք ուրիշի սխալները նկատող ու ուրիշների ճակատներին խփող, ես ընդհանրապես չեմ կարդում այդ կոմենտարները, ասեմ իմանաք, ուղղակի ես որտեղից հասկացա, երբ որ մեկը ինչ-որ մի բան Աստծո մասին խոսում է, անպայման դրանից հետո մի հատ մի ուրիշ նյութ է ինքը սկսում թողարկել ու բացատրություն տալ, թե ինչի ինքը այդ բանն ասեց զուտ քրիստոնյաներին։ Ասում եմ, ես անցած շաբաթ չի ուզում կարդայի Հակոբոս 3-րդ գլուխը, բայց կարդացի ու ասում է շատ վարդապետներ մի եղեք։ Լավ, ձեզ ով վարդապետ դրեց ինչ-որ մեկի վրա, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի կոնտեքտ, ինչ-որ մի բան նկարահանում է, թողարկում է, միգուցե ինքը հովիվ ունի, միգուցե իր վրա մեկը ունի, որ իրան ուղղություն է ցույց տալի, քեզ ով դրեց այդ մարդու վրա։ Ուղղակի ես մտածում էի, կարդում էի Աստվածաշունչը ու տեսնում եմ նույն բանը Հիսուս Քրիստոսն է ասում, շատախոս մի եղեք, շատ վարդապետներ մի եղեք։ Ասում եմ, Աստված էլ է հոգնե մեր շատախոսությունից, փարիսեցիների պես մի եղեք, մարդկանց առաջ կանգնող աղոթողների պես մի եղեք։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Ոնց անենք, որ այտենց չլինի։ Ոնց անենք, որ մեզ պահենք Քրիստոսի մեջ։ Ոնց անենք,
որ լինենք Աստծո սիրված զավակ, Աստծո կողմից գնահատված զավակ։ Ես ասում եմ լավ, ընտանիքները տարբեր են։ Հիմա ես մեր շենքում չեմ մտածում, չէ, մեր հարևանները ոնց են ապրում, ոնց են իրանց երեխեքին դաստիարակում։ Ես մտածում եմ իմ ընտանիքի մասին, ճիշտ է, իմ երեխեքի դաստիարակության մասին։ Ինձ երբեմն հարց են տալի, ինչ է եկեղեցիներ տարբեր, թող մի հատ լինի ու պրծ։ Ինչ են ընտանիքները տարբեր, ժողովուրդ։ Կամ քաղաքական կուսակցությունները ինչի են տարբեր։ Ես այդ ժամանակ հարց եմ տալիս, ասում եմ, քանի հատ երեխա ունես, ասում եմ 2 հատ կամ 3 հատ, ասում եմ հիմա մի ուրիշ հարց եմ ուզում տամ, քո 2 կամ 3 երեխան էլ իրար նման են, ասում եմ, չէ, լրիվ տարբեր են, ասում եմ, դու ո՞նց ես ուզում եկեղեցիներ նույնը լինեն։ Եկեղեցիներ կան, այս տեսակ մարդկանց համար է հարմար, իրանց փրկության համար է, եկեղեցիներ կան, այս մի տեսակ մարդկանց է հարմար, իրանց Աստված ուզում է այս ձևով փրկի։ Ու չգիտես ինչի, փոխանակ մենք այս մեծ հունձքը թողած, մարդկանց փրկությունը թողած, ընկել ենք իրար քննադատելով ու նախատելով։ Մոռացել ենք, որ Աստծուց նպատակ ունենք, ինչի համար ենք մենք փրկվել, ինչի համար ենք մենք սրբվել, ինչի համար ենք մենք արդարացել։ Որն է մեր փրկության ծրագիրը, նպատակը։ Հեչ մտքովդ անցել, Ես այստեղ կարդացել եմ, շաբաթաբաներ, իրանք շաբաթօրն են պաշտում Աստծուն, ոմանք քննադատում են, բապտիստներ, իրանք նրանք են, որ մկրտվում են ջրով, հոգեգալստականներ, նրանք են, որ մկրտվում են Սուրբ Հոգով, խարիզմատներ, որոնք մկրտվում են Սուրբ Հոգով, նաև հավատում են բժշկություններին, հրաշքներին, պարգևներին, պտուղներին։ Դրանք բոլորը կոչվում են ավետարանի հավատքի քրիստոնյաներ։ Գիտես, բոլորն էլ հավատում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, բայց պատրաստ են իրար փոր թափելու հանկարծ իրանց պատկերացումով չլինի ինչ որ մի բան։ Գրել եմ կաթոլիկներ, ովքեր որ բացի Հիսուսից, Հորը, Որդուց, Սուրբ Հոգուց հավատում են նաև Մայրամին, գրել եմ ուղղափառներ, որ իրանք հավատում են Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն, գրել եմ առաքելական, որ նույնպես հավատում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Բոլորը քրիստոնեական եկեղեցիներ են, գիտես, բայց բոլորը պատրաստ են իրար փոր թափելու։ Առաքելականները խաչակնքվում են ձախից աջ, ուղղափառները խաչակնքվում են աչից ձախ։ Եվ դա կարա պատճառ հանդիսանա մեկը մյուսինը աղանդավոր կոչելու։ Դա կարա կռվի պատճառ դառնա, որ դու մեր տաճար մի մտի, դու էլ մեր տաճար մի մտի։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, հետաքրքիր է, որտեղ կորցրեցինք Քրիստոսին։ Որտեղ գործրեցինք այն նպատակը, ինչի համար գալիս ենք Քրիստոսի մոտ։ Չէ՞ որ երբ որ Քրիստոսը քարոզում էր, մարդիկ հավաքվում էին Քրիստոսի շուրջ բոլորը։ Այսօր էլ ասում եմ, որտեղ հավաքվեք 2-ից 3-ը իմ անունի պատճառով, ես ընդեղ եմ։ Գիտես, եկեղեցի բառը դա էկլեսիա հունարեն բառն է, որ նշանակում է հավաքույթ։ Հիմա ասում եմ, որտեղ կա հավաքույթ իմ անունի պատճառով, ես ընդեղ եմ։ Մենք գիտենք հավաքույթ, ասենք մեկի ծնունդն է։ Ծնունդի հավաքույթ է, չէ՞։ Մարդիկ հավաքվում են այդ մարդու պատճառով, այդ մարդու ծնունդը նշելով։ Կա բանակի քեֆ։ Հավաքվում են այդ բանակի պատճառով, որ այս մարդը մի տարի է, 2 տարի է գնալու է բանակ, քեֆ են անում, ուրախանում են, որ իրանք առողջ երեխային ունեցել, ճանապարհում են բանակ։ Կա ուրիշ հավաքույթ, նշան դրեք, ամուսնություն, ցավոք սրտի կա դժբախտ հավաքույթ, երբ որ մարդը կյանքից հեռանում է։ Դա էլ է հավաքույթ։ Բայց կա մեկ հավաքույթ, որ մեկի նպատակը, որ Աստված է, ու մենք հավաքվում ենք իրան մեծարելու, երկրպագելու, փառաբանելու, որ ինքը մեծարված լինի մեր կյանքի մեջ, այդպես է, թե այդպես չի։ Ու դա է մեր կյանքի նպատակը, որ ինքը փառավորված լինի, մեծարված լինի։ Եթե մի բան չի համապատասխանում մեր պատկերացումով, միանգամից քարերները վեկալում ենք ու սկսում ենք այդ մարդուն քարկոծել, որովհետև դա չհամապատասխանեց այն սովորացածին, որ մեզ սովորացրել են, կամ իրանց սովորացրել են, ով որ սիրում է այդ բանանի։ Այս եկեղեցու բեմից, ընդհանրապես կյանքի խոսքի բոլոր բեմերից դուք լսած չեք կլինի, որ ինչ որ մի եկեղեցի փնովվի, ոտատակարվի,
դրանք ամենավատն են, ամենալավը չեն, են, կամ այդ հույվը, կամ են։ Գիտես, մենք սիրում ենք քարոզել Քրիստոսին, ում անվան համար հավաքվել ենք այստեղ։ Մենք սիրում ենք, որ ինքը մեծարված լինի։ Այս բեմից է շատ չես լսի այդ անօրենի անունը, մենք չենք եկել իրան մեծարելու։ Մենք եկել ենք մեկին մեծարելու, ով որ թողեց երկինքը եւ մարդացավ։ Եվ մեր մեղքերի համար խաչը բարձացավ, մահացավ, երրորդ օրը Աստված հարություն տվեց իր Սուրբ Հոգով, հիմա էլ Հոր աչքոմում նստած բարեխոս է լինում իմ ու քո համար։ Գիտես, մենք ունենք գերագույն նպատակ, ինչի համար ենք փրկվել, եւ որն է մեր փրկության նպատակը, մենք չենք փրկվել, որ ուրիշներին նախատենք, որ մենք լավն ենք, դուք վատն եք, մենք գլխաշոր ենք գցում, դուք չեք գցում, կամ դուք մազերդ կտրում եք, մենք չենք կտրում, եւ նման շատ տարաձայնություններ։ Գիտեք, դա փրկության ծրագրի հետ հեչ կապ չունեցող հարցեր է։ Ես երբ որ եկա Եկատերինբուրգ, երկու հատ կին էին գալի իմ առաջով, ու հենց տեսա իմ մարդկային պատկերացումով մինչև իրանց դերյաները հասնում էր ոտերի ծայրը, մազերը ներկաշ չէր եւ կոսարած էր, միանգամից ես մտածեցի սրանք իմ իմացած քույրիկներից են երևի, ու շատ ուրախացա, որ սրանք քույրիկ կլինեն, հետո ծխախոտը հանեց դրեց բերանը, ասեցի չէ, իմ իմացած քույրիկները չեն ծխում, ու ես հասկացա, որ այս քաղաքում ցիգանները բոլորը տենց են հագնում։ Բոլոր ցիգանները շատ երկար են հագնում, մազերները չեն ներկում, ականջող չեն կախում, հա, կոս են անում, ու մեր պատկերացումով դա ինչ-որ մի տեսակ քույրիկների կարգավիճակ պետք է լիներ, բայց տեսա, որ սխալվեցի։ Գիտես, շատ ժամանակ մենք Սամուելի պես ենք մտածում ու Աստված ասում է Սամուել, դու նայում ես մարդու հասակին, տեսքին, բայց ես նայում եմ մարդու սրտին։ Գիտես, մեզ այնքան է պակասում այդ Աստծո հայացքը, որ մենք կարողանանք նայենք մարդու սրտին։ Մենք մարդուն չափում ենք իր հագ ու կապով, հա, իր ականջողներով կամ իր մազերով, բայց մոռանում ենք, որ այդ մարդը միգուցե շատ թանկ Աստծո համար։ Դրա համար ուզում եմ, որ հասկանանք Աստծո չափանիշը ինչքան ավելի մեծ է։ Եթե ես ու դու լինեինք խաչված Հիսուսի տեղը, կասենք, այ հեսա մենք գնում ենք փրկվենք, այ ավազակ, հեսա այսօրվանից հետո կիմանաս ով ես եղել դու, ով ենք եղել մենք, քո տանջանքները սկսեց մեր երկնային դրախտային կյանքը, այն վերջի վարքյանն է կփորձենք ցավացնենք այդ ավազակին, բայց մեր Հերը ասեց ինչ ասեց, այսօր իմ հետ կլինես դրախտում։ Ամենավերջի վարքյանին փորձում է ամենամեղավոր մարդուն փրկի, շանս տա, հնարավորություն տա, սեր ցույց տա, բայց մենք սիրում ենք իրար նախատել ու մորթել, խոսքերով մորթել, իրար ցավացնել ու նվաստացնել, իրար գայթակղել ու սպանել, ասում է վերջին ժամանակներում շատերի սերը կսառի, ինչի պատճառով, հենց է դրա պատճառով, ես լավն եմ, դու վատն ես, ես չեմ ծխում, դու ծխում ես, լավա ծխիր, բա որ շնություն ես անում, ավելի վատ ասեմ իմանաս։ Դրա համար այսօր մարդիկ խճճվել են, ուզում են տեսնեն որն է ճշմարիտ եկեղեցին։ Ասում են այնքան տարբեր եք ու տարբեր բաներ եք քարոզում, տարբեր բաներից եք խոսում, հա։ Երբ որ եկեղեցի ենք ասում, տաճար ենք հասկանում։ Գիտես, մարդկանց մոտը տենց հա տպավորված։ Բայց եկեղեցին լրիվ տարբեր նշանակություն ունի, տաճար չի։ Եկեղեցին մարդիկ են, Գործք առաքելություն ասում է, Աստված քարե տաճարներում չի բնակվում։ Բանա փոխվե ժողովուրդ։ Բանա փոխվե։ Աստված այսօր մեր մեջ է բնակվում։ Եթե Աստված մեր մեջ է բնակվում, ինչի մեր վարքը չի փոխվում։ Ինչի մենք չենք նմանվում Աստծուն։ Եթե Աստված մեր մեջ է բնակվում, ինչի այդ քննադատությունները, դատապարտությունները կամ մենք մեզի ուրիշից առավել համարելը, հա, չէ՞ որ փարիսեցիության ոգին էր դա։ Չէ՞ որ դա սատանայի բնավորությունն է, ինչի չենք փոխվում։ Կամ մենք ամեն ինչ արդեն գիտենք, փոխվել ենք, էլ տեղ չկա փոխվելու։ Առաջի Կորինթացիս 1:12 Եվ այս եմ ասում ձեզ, որ ձեզանից ամեն մեկը ասում է, ես Պողոսն եմ, եւ ես Ապողոսն եմ, եւ ես Կեփասն եմ, եւ ես Քրիստոսյան եմ։
Նույն խնդիրը Կորինթոսի եկեղեցում էր։ Ես հոգեգալստական եմ, ես շաբաթապահ եմ, հա, ես մկրտական եմ, ես խարիզմատ եմ։ Նույն խնդիրը մի եկեղեցու մեջ էր։ Ես մտածում եմ, ասում եմ, շատ յուրահատուկ գիրք է Աստվածաշունչը, ամեն ժամանակների արդիական։ Ոնց ուզում ես վերցրու դիր, ինչքան ուզում ես կարդա, միևնույնն է դու ապշում ես ամեն օր Աստծո ամեն մի գործի վրա։ Զարմանալի է, չէ՞։ Պողոս առաքյալը ասում է, միթե ես խաչվեցի ձեր համար, հա, կոպիտ ասած, կամ սաղիդ մկրտեցի, մեկին եմ մկրտել։ Գիտես, մի հատ էսպիսի անեկդոտ կա, ասում է, Քրիստոսը գալիս է տեսնում է մի հատ քույրիկա դուրսը կանգնած, ասում է, ինչ է պատահել, ասում է, ներս չեն թողում, ասում է, ինձ էլ ներս չեն թողում։ Երբեմն նպատակը մոռանում ենք եկեղեցու հավաքույթի, մոռանում ենք ով ենք մենք, ինչի մեջ ենք մենք կանչված, որպեսզի աշխատենք մեր կոչումին համապատասխան լինելու, լրիվ ուրիշ տեղ ենք գնում, ժողովուրդ։ Մարկոս 9:37 Եվ Հովհաննեսը նրան պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մեկին տեսա, որ քո անունով դևեր էր հանում եւ մեր հետևից չէր գալիս եւ մենք արգելեցինք նրան։ Այս խոսքը բոլոր աշխարհի քրիստոնյաները Անենց ուժեղ են վեկալ է, ենքան արդիական այդ սոս ցանցերում, ես էլ եմ ասում, կոմենտարին թարապես չեմ կարդում, բայց այդ մարքանց հաջորդ վիդեոներից հասկանում եմ, որ խեղճի գլխին սաղ աշխարհի քարերը թափել է, քարկոծվել է մի այլ կարգի, տակից հիմա ուզում է դուրս գա, կենդանի։ Ասում է, մեկին տեսա քո անունով դևեր էր հանում եւ մեր ետևից չէր գալի։ Դե որ մեր եկեղեցուց չես, դու սխալ մարդ ես։ Դե որ մեր եկեղեցուց չես, մի քարոզի, դե որ մեր եկեղեցուց չես, շեղված ես, աղանդավոր ես, հա, ինչ ուզես կարաս տեղ դնես։ Եվ մենք արգելեցինք նրան։ Այդ որ գլխաշոր չես գցում, ուրեմն մի քարոզի։ Այդ որ դու Սուրբ Հոգով մկրտված ես, էլի մի քարոզի, որովհետև մենք մկրտված չենք։ Եվ այլը, եւ այլը։ Այ մարդ, դուք ձեր ընտանիքի մեջ պահեք ձերզի, այտենց ոնց որ ձեզ դաստիարակել են։ Ինչ եք ուրիշի ընտանիքները փորձում դաստիարակեք։ Այտենց վարորդներ կան, չէ՞, եթե մեկ իր դեմը կտրեց, ուզում է դաստիարակի, են էլ նրա դեմն է կտրում, բան։ Է գնա դոսաֆում աշխատի, այդ մարդուն է սովորացրու ճիշտ վարել։ Գնանք առաջ։ Որովհետև մեր հետևից չի գալի, պատճառը դա է, մեր եկեղեցուց չի ուրիշ խոսքերով ասած։ Ում են ասում, Հիսուսին են ասում։ Հիսուս ջան, մեր եկեղեցուց չի, հետո ա դարել, որ տես բաներ անում։ Հիսուսն էլ ասեց, մի արգելեք նրան, որովհետև ոչ ոք չկա, որ իմ անունով մի զորություն անե եւ կարողանա շուտով հայրել ինձ։ Մի արգելեք։ Ժողովուրդ, Հիսուսի բառերը մի արգելեք, մի խանգարեք։ Հիմա այդ խոսքով այդ մեկը կարող է ինչ-որ մեկին Ինդոնեզիայում պետք է փրկի։ Դա է այդ տեսահոլովակի նպատակը։ Այ մարդ մի խանգարեք։ Ով որ Աստված ասել է, Աստված էլ իրանից կպահանջի։ Քեզ ինչ հասե, քեզանից էդ է պահանջելու։ Ես միշտ ասում եմ, չէ, ժամացույցի մեջ կան սենց մեխանիզմներ։ Հիմա մեկը մեծ է, մեկը փոքր է, դա նրա համար է, որ ժամը ցույց տա։ Եթե քուքոդը տեղում ես, շատ լավ է։ Քեզ ով վարդապետ դրեց ուրիշի վրա, քեզ ով մարգարե դրեց, ուսուցիչ դրեց, հովիվ դրեց այդ մարդու վրա։ Ով որ դրել է, թող ինքն էլ պատասխան տա։ Որովհետև ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ Հիմա սաղս Քրիստոս են քարոզում։ Բալամ լավ չի, որ Քրիստոս է քարոզում։ Պողոս առաքյալը ասում է, ոմանք հակառակությունից, ոմանք նախանձից, ոմանք սիրուց, բայց լավ է, որ Քրիստոս են քարոզում։ Է լավ չի, որ լավ բան են քարոզում։ Խիք վատ զգում։ Խիք մտածում, որ ձեզ տվել են հնարավորություն այդ մարդուն կործանելու, հիասթափացնելու, տիրոջ գործը կանգնեցնելու։ Ինքան է դուրս գալի Պողոս Բոնկեի արտահայտությունը, ինքան եմ ասել Պողոս, էլի Պողոս եմ ասում, Բոնկեի արտահայտությունը, երբ որ գալի ասում են, քո մասին սենց բաներ են գրում, թերթերում, չես ուզում դրանց դատի տաս։ Դե Բոնկեի քարոզներին գիտեք, չէ՞ ինչքան մարդեր հավաքվում,
ասում է, այս կոմբայնը թողեմ, իշտեմ մուկ բռնեմ, այնքան լավ արտահայտություն է դա։ Այմար Տերը ինչ տվել է, ինձ էտա պահանջելու, ես Տիրոջ գործը թողեմ, ընկնեմ մկների հետևից, հա։ Ես հիշում եմ, մեր եկեղեցու երիտասարդ տղաներից մեկը իր անկերոջը քարոզել էր ու բերել էր եկեղեցի, ու այդ տղեն այնքան սիրահարվել էր Աստծո վրա, լավ ընկերներ էր գտել իր եկեղեցում, ու հանկարծ իր բարեկամը մի ուրիշ քաղաքից լսում է, որ իր բարեկամը Եկատերինբուրգում ապաշխարել է, ու գիտեք ինչ անում, շատ արագ ինքնաթիռի տոմս է գնում ու հայտնվում է Եկատերինբուրգում իր բարեկամի կողքը, ու գալի ասում է, դու սխալ տեղ ես գնում, ես քեզ հեռախոսի համար կտամ, հասցե կտամ, դու ճիշտ տեղ կգնաս։ Որտեղ որ գնում են, ընդ սխալ է, ստեղ փող են հավաքում։ Դա էր նպատակը։ Ու այդ մարդուն տարավ ուրիշ եկեղեցի։ Այդ մարդը այնտեղ չհարմարվեց։ Այսօր բավականին երկար ժամանակ աշխարհում է։ Ու ես հարց եմ ուզում տամ այդ բարեկամին, ինչի ինքնատիռի տոմս չես առնում։ Ինչի չես գալի քո բարեկամին դժոխքի ճիրաններից բրծեցնես։ Դու Աստծուց լավ գիտես, դու Աստծուց առավել ես, գիտես ով որտեղ գնա, ով որտեղ է փրկվելու, Աստված իսկ ծրագիր ունի դրա համար, բա դու ուրիշ ծրագիր ունեիր, հա դրա համար։ Օրերից մեր եղբայրներից մեկը գնացել էր Չելյաբինսկ ու եկավ շատ տխուր, ասեց, հովիվ, ինչի մեր մոտ քույրիկները գլխաշոր չեն գցում, ասի գնա քույրիկներին ասա խի չեք գցում, ասի ինչի, ինչ-որ մեկին հանդիպել ես, ինչ-որ մի բան ասեց, հա, ասի ասել են սխալ եկեղեցի ես գնում, հա, հեռախոսի համար էլ են տվել, որ ես ճիշտ եկեղեցի գնամ, ասում եմ, դուրն այն կողմն է, իհարկե գնա, ընտրությունը քոնն է, բայց քեզ հարց եմ ուզում տամ, երբ որ տունը նստած կոմպյուտերի առաջ առավոտի ծիրիկուն տանկ էիր խաղում, այդ քո բարեկամներն ու ազգականները քանի անգամ զանգեցին, դուռդ բացեցին, ասեցին Հիսուսը մահացել է քո համար, ոչ թե տանկերն են մահացել քո համար, որ քո կյանքը երիտասարդ անցկացնում ես առավոտի ծիրիկուն այդ կոմպյուտերի առաջ, ոչ մի անգամ, քանի անգամ էիք հավաքվում բարեկամներով, քեֆերի, առիթների, ամեն անգամ, քանի անգամ են ասել, որ դու դժոխք ես գնում, կարաս գնաս երկինք Աստված քո համար իր կյանքը տվել է։ Չգիտես ինչի, ոչ մի անգամ այդ մարկանց սրտերը չէր ցավացել այդ մարդու համար, բայց հենց այդ մարդը գտավ Քրիստոսին, հայտնվեցին ուսուցիչները, վարդապետները, մարգարեները եւ ուղղություն ցույց տվեցին։ Ասում եմ ինչ հետաքրքիր է, մի հատ Ղարաբաղցի տղա կար, եկավ, նույնպես Աստծուն շատ սիրեց ու շատ արագ կորավ։ Ու մինչև այսօր էլ կապի մեջ ենք ու երբ որ ասում եմ, որտեղ ես դու, ասում եմ, գիտես, էլ ընդեղ էլ չեմ գնում, աշխատանք եմ գտե, աշխատում եմ, էլ որ ձեր մոտ եմ գալի, ոչ ընդեղ եմ գնում, ասում եմ, գոնե ընդեղ գնա։ Միտեղ գնա, միտեղ գտի գնա։ Դու սխալ ես ապրում։ Ու մտածում եմ, ասում եմ, այդ երիտասարդ Ղարաբաղցուն, որ մեր մոտից կտրեցին, հիմա քանի անգամ են իր հետևից գնում կամ քանի անգամ են իր համար ծնկաչոք աղոտ քանում, որպեսզի այդ երիտասարդը նորից գտնի Աստծուն, Աստծո կրակ իր սրտի մեջ վառվի, դժոխքի ճանապարհով չգնա։ Գիտես, մտածում եմ, այդ մարկանց այրունը Աստված ում ձեռքերից է ուզելու, պահանջելու։ Չէ՞ որ մարդը գտել էր Աստծուն, Աստվածաշունչ էր կարդում, թե ավելի լավ աշխարհում լինի Աստվածաշունչ չկարդա, մեղքերի մեջ ապրի, քան թե լինի եկեղեցում, որտեղ գլխաշոր չեն գցում։ Գիտես, իհարկե ես մի դեպք եմ հիշում, մի քույրիկ եկավ մեր տուն ու շատ խոսած, որ դուք սխալ եք, ասում եմ, ինչու մենք սխալ, քույրիկ ջան, ասում եմ, դե ձեր մոտ քույրիկները քարոզում են։ Լավ ասում եմ, ձեր մոտ չեն քարոզում, ասում եմ, չէ, ինքը ամուսնու հետ էր, ասում եմ, քանի րոպե է մեր տունն եք, ասում եմ, դե մոտավորապես կես ժամ 40 րոպե, ասում եմ, մենակ ամուսինդ բարև ասե, մինչև հիմա դու ինձ քարոզում ես։ Ձեր մոտ չեն քարոզում, բայց դու քարոզում ես։ Որտեղից ես վերցրել, որտեղից ես սովորել,
Գիտես, այնքան հեշտ է մարդկանց նախատել, հա, այն որ ասում ուրիշի աշկի մեջի չոփը տենում ես, քո աշկի մեջի գերանը չես տեսնում։ Ես հասկանում եմ, ինչքան ենք մենք հեռացել Քրիստոսից։ Ես հասկանում եմ, ինչքան ենք մոռացել ով է Քրիստոսը մեզ համար։ Երբևիցե տեսանք Քրիստոսին նախատելուց։ Հա, ասեց գնացեք այդ աղվեսին ասեք, այսօր եկուց վաղը գործելու եմ, հələ ես գործ ունեմ անելու։ Երբ որ ասեց ինչ են ասում մարդիկ ինձ համար, Պետրոսն ասեց դու ես միսիան, դու ես փրկիչը, Հիսուսն ասեց այդ հիմքի վրա կկառուցեմ եկեղեցին, որ դժոխքի դռները չի հաղթի նրան, որ հիմքի Քրիստոսի։ Քրիստոսն է մեր հավատքի հիմքը, ինչի վրա են կառուցում մեր կյանքը, քննադատությունների, քրիստոնեական ատրիբուտների, հա, գլխաշորերի, ականջողների, չգիտեմ, յուբկեքի, շլվարների, ինչի վրա են կառուցում մեր քրիստոնեական կյանքը, ժողովուրդ։ Ժամանակը չի եկել, որ դադարեցնենք այդ ամեն ինչը։ Գիտեք, ուզում եմ մի քիչ հասկանանք եկեղեցու բուն նպատակը։ Մատթեոս 7:12 Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետև այս է օրենքը եւ մարգարեները։ Всё, վերջ։ Ուզում ես մեկին քննադատես։ Հələ մտածի, դու սիրում ես քննադատություն։ Ուզում ես մեկին նախատես, հələ սիրում ես դու որ քեզ նախատում են։ Լավ բան ա տվե, խոսք ա տվե, բախի մեր կյանքում չի գործում։ Բախի չենք ուզում ես խոսքով ապրենք։ Ոչ թե ամեն ինչ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, մի քիչ թռա 21 խոսքը։ Այն նա որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Շատերը կասեն ինձ այն օրը. Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորություններ գործեցինք։ Ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել ինձանից։ Դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։ Գիտես, մեր գործերը պետք է համապատասխանի մեր վարքին, հա, մեր անվանը քրիստոնեությանը։ Երբեմն մեզ ընենց ենք պահում մարդկանցից առավել, երբեմն ընենց ենք պահում, բայց մեր գործերը չի համապատասխանում։ Խայտարակում ենք Աստծուն, Աստծո անունը։ Այս խոսքը վարքաբեկում ենք, մարդիկ չեն էլ ուզում կարդան ավետարանը, մեզ նայելով։ Հովհաննես 13:34 Նոր պատվիրան եմ տալի ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Անշահախնդիր, կարանք իրար օգնենք։ Կարանք իրար սիրենք։ Այսօր այս աշխարհը սրա կարիք ունի, ուրիշ բանի կարիք չունի։ Այսօր դիֆիցիտ է սերը։ Գիտես, աշխարհիկ մարդիկ, երբ որ մարդկանց հասնում են, օգնում են, իրականից հարգելի է, գնահատելի է։ Բայց մենք դարել ենք կրոնավոր, որպեսզի տենաս մարդ սոված է, մի հատ շաուրմա առնես ուտի, ասում է, աղոթեցի Աստված ասես չառնես։ Չգիտես ինչի բարի գործերի համար կանգնած աղոթում ենք, անենք թե չանենք, եթե մարդը սոված է, կամ շլվարը ճղված է, կամ կոշիկը ծակա ջուրա լցվում, բայց ինքան հոգևոր ենք, Աստծո ձենը գիշեր ցերեկ լսում ենք, Աստված բան ու գործ ունի, սաղոր ասում է, ոնց ես դու էլ ասում ես, բա դու ոնց ես, ասում է, չէ ես առաջինը հարցրեցի, մի հատ ասատենամ, դες տպավորություն է, ոնց որ լսեք, մեր գործերը պետք է համապատասխանի մեր խոսքերին։ Երբ են իմանում, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք, երբ որ կայնում ենք բեմից խոսում ենք, չէ, երբ որ ասում ենք, այսպես է ասում Աստված, հայ գիտես դու, չէ, երբ որ մեկ ընկավ, թպրտած դևը դուրս եկավ, կամ բերանից փրփուր դուրս եկավ, կամ բժշկվավ, չէ, ասում է, ես կասեմ ձեզ չեմ ճանաչում։ Ինչի համար, որտեվ անում ենք մեր փառքի համար, անում ենք մեր երևալու համար, ոչ թե իրա, ով որ կենտրոնում է, ով որ կարևոր է, ասում է, երբ որ կտենան ձեր սերը, այդ ժամանակ իմանան իմ աշակերտներն եք։ Նորից եմ կարդում, նոր պատվիրան եմ տալի ձեզ, հներն անցան, ամեն բան նոր եղավ։
որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Ոնց որ Աստվածը մեզ սիրե, Աստված մեզ սիրում է, չէ՞։ Ինչ էլ անում են, գիտենք, չէ՞, մեզ սիրում է։ Բայց այդ կողքիդ նստածը ինչ որ անում է քո հանդեպ, խի չես սիրում իրան։ 35 խոսքը։ Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար սեր ունենաք, իրար վրա սեր ունենաք։ Ժողովուրդ, եթե մենք իրար սիրենք, ստե տեղ չի լինի նստելու։ Գիտեք խի չեն գալի մարդիկ, որովհետև ստե իրար ժպտում ենք, իրար սիրում ենք, գնում ենք գնդասենք, հա, դու իրան չգիտես։ Մի երկու բան գիտենք, չէ՞։ Սիրտը բացել է մեր առաջ։ Այդ մարդն էլ տենում է, ասում է ես էլ գամ վաղնել իմ հետևից է խոսալու։ Այսօր Քրիստոսին սիրելու պատճառը, երբ որ մենք իրար կսիրենք, դա է պատճառը, որ մենք իրար սիրում ենք, որտեղ Աստված անխտիր մեզ սիրեց։ Այդ սիրուց դրդված մարդիկ կգան եկեղեցի։ Մարդիկ կհասկանան, որ իրականից ճիշտ տեղում են, որ իրանք այստեղ սիրված են, անտարբեր չեն ստեղ իրանց նկատմամբ։ Դրա համար շատ եմ ուզում, սա գործողություն է, սերը զոհ է, սերը միգուցե քո ժամանակը թողես գնաս ինչ որ մեկի վեշերը տեղափոխես, միգուցե մեծահասակ քույրիկա գնաս իր տունը մաքրես կամ ամանները լվանաս։ Ես չգիտեմ, դա գործողություն է, որպեսզի ինչ որ մեկին գործողություն ես, քոնը պետք է թողես անցնես իրանն անես։ Զոհ է։ Ինչա Քրիստոսը երկինքը չթողեց եկավ մեր համար երկիր, բայց մենք մի քիչ ժամանակ տրամադրենք ինչ որ մեկի համար։ Օրը վերցրու 10%, ասա Աստված ջան, 24 ժամից լավ, ասենք, ինչքանը, կես ժամ է այսօր լավություն եմ անում, տենամ, ում կարամ ինչով օգնեմ։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, ինչքան կարևոր է, որ մենք հասկանանք, որ եկեղեցին դա տաճար չի, եկեղեցին դա ուղղակի ավանդույթ չի, եկեղեցին դա մեր ապրելակերպն է ու մեր կյանքն է, մեր ընտանիքն է, որ մենք սրտացավ լինենք մեկս մյուսի համար։ Փիլիպպոն 1:2 Կողոսացիս 4:15, այնտեղ ասում է, բարև տվեք ձեր տան եկեղեցուն, այս ինչին, այն ինչին։ Պողոս առաքյալը ամեն մեկին հատ գիտեր անուններով բարև էր ուղարկում ու ինչ են վերցրել այդտեղը, որովհետև ասում է, շեշտում է տան եկեղեցուն։ Մեր պատկերացումով եկեղեցին անպայման գմփեթ պետք է լինի, հա, բայց արի ուտես եկեղեցին լրիվ ուրիշ նշանակություն է, դա ընտանիք է, փոխհարաբերություններ է, սեր է ու բարիություն է, որը շատ հաճախ կորցնում ենք։ Մենք ուզում ենք մեզ անեն, բայց մենք չենք ուզում ուրիշին անենք, ցավոք սրտի։ Գիտես, երբ որ Պետրոսին բանտեին նստացրած գրածա, որ գիշեր եւ ցերեկ Պետրոսի համար աղոթք էր բարձրանում Աստծո առաջ ու հրեշտակ եկավ խթեց Պետրոսի կողից, ասեց հողաթափերը թակի, գոտի թակի, պալտո թակի, քնած էր, մարդուն պետք է գլխատեն առավոտը, ո՞նց կքնես։ Հելավ գնաց ուր Հովանեսի Մայրամի մոտ տուն։ Ունդեղ էլ ասում աղախինը եկավ, ասեց Պետրոսի հրեշտակն է եկել։ Մարդիկ տներում էին հավաքվում, որտեղ հավաքվում են 2-ից 3, ընդեղ էլ եկեղեցի է։ Գիտես, ես ուզում եմ, որ մենք գնահատենք ու սիրենք բոլոր եկեղեցիներին, բոլոր քրիստոնյաներին։ Մենք կանչված չենք ինչ-որ մի կոնֆեսիային, հա, դրանք ճղեր են, բայց Քրիստոսը բաժանված չի, որպեսզի տարբերես ով որտեղից է, ինչ մտածելակերպ ունի, միգուցե տենց իմանում ենք, բայց Քրիստոսը բաժանված չի, ժողովուրդ։ Երբ որ իրար տենում ենք, մենք կարանք իրար հետ շատ լավ բաներից խոսանք։ Օրինակ ես, եթե չեմ սխալվում, անցած տարվա կոնֆերանսին երբ որ գնացի, եղբորս եկեղեցուս մի հրաշալի տղա էր, որ իմացավ, որ ես Եկատերինբուրգում հովիվ եմ, ու մի անգամից ասեց, երբ որ ծանոթացանք իրար ժպտում էինք, հետո որ իմացավ, որ եկեղեցու հովիվն եմ, ինքը սկսեց, ձեր մոտ սաղ սխալա, ասում եմ, այ ախպեր ջան, դու ինչ չես ճանաչում, ես քեզ չեմ ճանաչում, կարանք իրար ջան ասենք, ջան լսենք, մենք կարանք Աստծո սիրուց խոսանք, այնքան լավ բան արեք Քրիստոսը մեր համար, ինչ ենք իրար փոր թափում, հա։ Ու ինքը տեն շատ բարկացած էր, ասում եմ, դուք ճիշտ եք, մենք սխալ ենք, ասում եմ, հա, ասում եմ, որտեղ ենք մենք սխալ։
Դե ինքը մի բան վերցրեց, ասում է հաղորդությունը դուք տալիս եք այդ բանը մի անգամվա բաժակներով, հա, նարազով, ասում եմ Երևանում, ասենք 10,000 անդամ կա, դու պատկերացնում ես մի բաժակով 10,000 հոգու հաղորդություն տալ, հասկանում ես, մի շաբաթ է պետք, ասում եմ, բայց մի օրում պետք է տալ, ներկա իրավիճակից ելնելով էսպես են անում, կամ որտեղ է գրված, որ մի բաժակ պետք է լինի, ու դրանից հետո խոսեցի իր այդ մի քիչ, ասում եմ, դե լավ, ձեր մոտ էլ էսա, ձեր մոտ էլ էսա, ձեր մոտ էլ էսա, իշքան ասում եմ, իր այդ ժպիտը այնքան սառում է, ինքը դրա մասին չէր մտածել, ասում եմ, բա գրված է, չէ՞, ասենք, մենակ բամբակյա կամ բրթե պետքա լինի, մենակ մի գույն պետք է լինի, պետքա մազերը չխուզեք եւ այլը, երկար պետք է լինի տղամարդու հագուստը կանացի նման դերա պետք է լինի, ոնց է Հիսուսի կինոների մեջ։ Մի քիչ երբ որ խոսացինք, այդ եղբայրը շատ բարկացած գնաց, հաջորդ օրը եկավ, ասեց, ուզում եմ ներողություն խնդրեմ, մենք մտերմացանք, ընկերացանք, ասում եմ, այնքան կարևոր է, որ մենք իրար տենալուց ջան ասենք, ջան լսենք, ինչ ունենք, որ չենք կիսե, հիմա կիսում ենք։ Գիտես, սատանան այնքան մեծ վարպետ է, երբ որ մենք տեսնում ենք, ուզում ենք իրար թերություններ տեսնենք, բայց կլինի իրար լավ կողմեր սկսենք տեսնել ու գնահատել։ Այնքան լավ բաներ կա, որ մենք կարանք իրարից սովորենք, բայց սատանան չի թողում, որովհետև ուզում է, որ մենք իրար վատը տեսնենք։ Եկեք մենք էլ տենա Աստծո նման լինենք, լավը տեսնենք։ Չէ՞ որ Աստված մեր մեջ լավն է տենում։ Առաջի Կորինթացիս 1:23 Մենք էլ քարոզում ենք խաչալ Քրիստոս, հրեաներին գայթակղություն, հույներին հիմարություն։ Շատերը գայթակղվեն քո քարոզից, Աստծո խոսքից, շատերը հիմարություն կհամարեն, բայց ան կանչվածների, հրեաների եւ հույներին Քրիստոսը քարոզում ենք Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն։ Եվ դուք նրանց եք Հիսուս Քրիստոսումը, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Սա է եկեղեցու նպատակը, որ ամեն մեկս փրկվենք, բայց եկեղեցին չի փրկում, փրկում է Քրիստոսը։ Ես տեղ կարդացի սրբություն, եկեղեցին չի սրբում, սրբում է Քրիստոսին հավատալով, մեղանչելով իր թանկագին այրունը։ Եկեղեցին քեզ չի արդարացնում, արդարացնում է Քրիստոսը, եկեղեցին քո համար չմահացավ, քո համար մահացավ Քրիստոսը։ Պատկերացնում ես, Հիսուս Քրիստոսում, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն, եկեղեցուն քարոզվում է իմաստություն, Տիրոջ իմաստությունը, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Հիմա ով որ եկել է, լսում է այս խոսքը, աշխատում է իր սրտի վրա եւ դա էլ տանում է իրան փրկություն։ Եկեղեցու գործունեությունը սա է։ Աղոթների մեջ հարատենք, խոսքի մեջ հարատենք, հա, Տիրոջ սերը ցույց տանք այս աշխարհին, ժողովուրդ։ Կարանք անենք։ Դե փառք տուր Աստծուն։ Այդտենց։ Երբեմն եկեղեցին Աստծուց բարձր ենք դնում։ Առանց հասկանալու, որ եկեղեցու գլուխն է ինքը։ Եկեղեցին իր մարմինն է, գործող անձն է ստեղ երկրի վրա։ Կողոսացիս 1:26 Այն խորհուրդը, որ ծածկված էր Հավիտենից եւ դարերից, իսկ հիմա հայտնվեցավ իր սուրբերին։ Սուրբերն ով են? Ես ու դու։ Ինչի հաշվին? Քրիստոսին հավատալու հաշվին։ Всё։ Մեր գործերից չի, մեր մեծամտությունից չի, մեր իմացությունից չի։ Պատկերացնում ես, շատերի համար ծածկված է այս խորհուրդը, դրա համար չեն հասկանում։ Բայց որ քեզ բացվել է, հայտնվել է, դա էլ քո շնորհիվ չի։ Իր շնորհիվ, այդով քեզ հավանեց, ասեց այսօր իմ հետ կլնես դրախտում, հայ ավազակի մեկ։ Էդ ինձ եմ ասում։ 27 խոսքը, որոնց Աստված կամեցավ ցույց տա, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսներումը, որ Քրիստոսը ձեզանում այն փառքի հույսը, որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սովորեցնելով, ամեն իմաստությունով, որ ամեն մարդի կատարյալ կանգնեցնենք Քրիստոս Հիսուսում։ Մեր քարոզչության նպատակը, որ մարդը նմանվի խոսքին։ Պատկերացնում եք։ Որ նմանվի Աստծուն։ Չգիտես ինչի, որտեղից է ագրեսիան քրիստոնյաների մեջ։ Որտեղից է նախանձը քրիստոնյաների մեջ։
Մտածում եմ, ասում եմ, որ եկեղեցին մեծանում է այդ եկեղեցու հովիվը քննադատության առարկա է դառնում ուրիշ քարոզիչների կամ ուրիշ քրիստոնյաների մոտ։ Մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Այ մար, թող Աստծո խոսքը քարոզվի ամեն ուրեք, աշխարհի ամեն ծայրը, մենակ սխալ չքարոզվի, ճիշտ քարոզվի։ Վերջի տեղն եմ կարդում Առաջի Պետրոս 1:9։ Սա եկեղեցու գործունեությունն եմ քարոզում, ինչով պետք է սպաղվի եկեղեցին։ Ձեր հավատքի վախճանը ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։ Գիտես, միգուցե դու մտածում ես, ասում ես, այս եկեղեցին լավը չի, այս եկեղեցին ճիշտ չի։ Եկեք մեր եկեղեցու մասին վերցնենք։ Լավ, մեր եկեղեցին լավը չի, մեր եկեղեցին ճիշտ չի։ Գիտեք, մեկ հատ ժամանակ ինչքան մարդ է փրկվել ու գնացել երկինք։ Ինչքան մարդ է լսել Աստծո խոսքը մահանալուց առաջ։ Ինչքան մարդ է իր կյանքը տվել Աստծուն եւ լքել այս երկիրը։ Դու հա ասալ ճիշտ չի։ Աստված ուրիշ ծրագիր ունի։ Աստված ուրիշ նպատակ ունի։ Գիտես, մտածում ես, ասում ես, մեզով դրես դատավոր, չէ որ դատավորը մեկն է երկնքում։ Եկեք բոլորին սիրենք, անկախ նրանից, ով է, ինչ է, առաքելական է, կաթոլիկ է, ուղղափառ է, շաբաթապահ է, բապտիստ է, հոգեգարուստական է։ Քրիստոսը բաժանված չի, ժողովուրդ։ Եթե մենք սեր ցույց տանք մարդկանց, մարդիկ կասեն իրանք ճիշտ են։ Որովհետև ճիշտը Քրիստոսն է ու Քրիստոսը սեր է։